գործարանի աշխատակից եմ, այո, նեսմանապետավասի աշխատակից եմ, մեր պահանջերն է, որ արդեն մի շաբաթից ավել է գործարան փակա, գործարանում կան արտադրամասեր, որտեղ Անգեն այս բարձր ջերմաստիճանի պայմաններում եւ փակել են թույլ չեն տալիս ներս գործենք, մեր աշխատանք իրականացնենք, հետևենք process-ներին, որովհետեւ կարա լինի ցանկացած բային խնդիր եւ ամբողջ քաղաքի համար վտանգավոր է։ Եվ բարձրաբանում ենք պահանջում, ոչ մի պատասխան չի կարող տա, որովհետեւ անհիմն փակել են գործարանը ու չեն թողում մուտք գործենք։ Բոլոր ժամանակներում, ասենք 15 տարի ես աշխատում եմ, այս գործարանում միշտ եղել են ստուգումներ, եկել են իրենց ստուգումները կատարել են եւ աշխատանքը իր հունով ընթացել է։ Մենք դենք չենք։ Նորից թող ստուգումները իրականացնեն, բայց գործարանը բացեն բոլոր աշխատողները, որ աշխատեն։ Մոտ 350 աշխատող ունեն գործարանում, որ բոլորն էլ այսօր փաստի առաջ են կանգնել եւ փակել են գործարանը, թույլ չեն տալիս, որ մուտք գործեն աշխատեն։ Ամեն մեկը ունի իր խնդիրը, իր պահանջը, բայց ընդհանուր պահանջը գործարանի աշխատողներն է, որ գործարանը բացեն բոլոր աշխատողները, որ կարենան աշխատեն։ Երբ որ կապարակում էին գործարանը, դուք այդ օրը դեպքի վայրում եք եղել։ Այո, տեղում եմ եղել։ Ինչ մթնոլորտն է։ Առավոտյան եկել ենք, թույլ չեն տվեն մուտք գործեն գործարան։ Ժամը 7:45-ի սահմաններում թույլ չեն թողել մուտք գործեն գործարան։ Մենք մտածել ենք, որ ոնց որ մնացած ժամանակներում պիտի ստուգումը կատարվի ու արդեն բնականon միշտ եղել է, ստուգումներ միշտ եղել է մեր գործարանում, քննչական չգիտեմ, որ կոմիտեի կողմից է եղել, որն է եղել, բայց միշտ եղել է հարկային է եղել, տարբեր կառույցների կողմից եղել է, բայց ոչ մի անգամ sense բան չի եղել, որ փակեն աշխատողներին գործարան թույլ չթողեն մուտք գործեն։ Վնասների մասին ինչ կասեք։ Վնասների մասին ոնց չի կրում։ Բա ոնց չի կրում։ Արդեն երկար ժամանակա մեկ շաբաթը տվյալ գործարանի համար շատ մեծ ժամանակա, որ վնասների համար թե ֆինանսապես, թե գույքի հետ կապված կարա բոլոր լիքը խնդիրներ լինի ու վնաս առաջացնի։ Նույն տարբեր արտադրամասերում այս բարձր ջերմաստիճանի տակ, ասենք պահամանները կարան խնդիրներ առաջանա, լուկերը թողեն, սպիրտ թափվի, լիքը խնդիրներ կա, որոնք որ թույլ չեն տալիս մենք մուտք գործենք եւ կոպիտ ասած կանխենք տվյալ խնդիրներից խուսափելու համար թույլ չեն թողում մուտք գործեն գործարան։ Այսինքն հունքը կարող է փչանալ նաև բացի։ Կարա եւ փչանալը չէ մի քիչ, բայց կարա առաջին այս պայթունը վտանգը, երբ որ ասենք աստված չան մի հատ ման պայթես, պատկերացրեք ընդհանուր գործարանը քաղաքի կենտրոնում ինչ կարա լինի։